Դեկտեմբերի 25-ին Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը տոնական մթնոլորտ էր։ Ամանորյա երազ խորագրով ներկայացման հերոսները երեխաներն էին իրենց ժպիտներով, երազանքներով եւ հեքիաթային կերպարներով։ Միջոցառմանը ներկա էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ներկա են նաեւ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ներքին գործերի նախարարության եւ SOAR Հայաստան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ։ Երեխաների համար ամանոր ամենասպասած տոներից մեկն է։ Այսօր մենք մեր ամբողջ թիմով փորձել ենք երեխաների հետ միասին այսօրը վերածել հեքիաթի։ Մանկատանսաները ներկայացրին իրենց հեքիաթային կերպարները եւ կատարած բարի գործերի համար լուսավորելով աստղերը տոնական տրամադրություն պարգևեցին հյուրերին։ Ներկայացման ավարտին ներքին գործերի նախարարության կողմից նվերներ հանձնվեցին երեխաներին։ Հանդիպումը սպասված էր հատկապես մանկատանսան Ալենի համար, ով երազում է դառնալ ոստիկան։ Ալենը հնարավորություն ունեցավ շրջել պարեկների հետ, ծանոթանալ իր երազանքի մասնագիտությանը։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Իրանից Հայաստան էր ներմուծվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ։ Ստացված տեղեկությունն իրացնելիս վարչության ծառայողները համագործակցեցին քննչական կոմիտեի, տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության, երրորդ վարչության գործընկերների եւ պարեկների հետ։ Մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու, ապա այն իրացնելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 23-ին նոյեմբերյանում ձերբակալվեցին մայրաքաղաքի բնակիչներ, 50 եւ 29 տարեկան տղամարդիկ ու վերջինիս վարած մեքենայով տեղափոխվեցին նախաքննական մարմին։ Նրանց հայտարարությամբ նախապես պայմանավորվել էին մի օտարեր կրածու հետ եւ Մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել 7 կիլոգրամ մարիխուանա, ինչպես նաեւ այլ տեսակի թմրամիջոցներ, որոնք պետք է տեղափոխվեին այլ երկիր։ Քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդու մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 7 կիլոգրամ 331 գրամ մարիխուանա։ Տղամարդիկ ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել են։ Քրեական վարույթի շրջանակներում քննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Սևանալիճը կենդանի համակարգ է եւ ցանկացած սխալ միջամտություն կարող է թողնել խորքային եւ երկարաժամկետ հետևանքներ։ Պետության դիրքորոշումն այստեղ հստակ է ու աներկբա։ Ջրային ռեսուրսների եւ կենդանական աշխարհի պահպանությունը ռազմավարական առաջնահերթություն է, իսկ դրանց պաշտպանության ուղղված քայլերը խիստ իրավաչափ եւ հետեւողական։ Այս իրողության գիտակցմամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է ձկնագողության դեմ պայքարը։ Ձկան արգելման ժամանակահատվածում շարունակում է ջրային պարեկների վաշտի ուժեղացված ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են ապօրինի ձկնորսության բազմաթիվ դեպքեր։ Մասնավորապես Սևանա լճի վրա ապօրինի ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներ, որոնք իրենց ձկնորսական նավակներով, ձկնորսական ցանցերով, ձկնորսական նավակի շարժիչներով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության բաժիններ։ Թեև Սևանա լճում Սիգի արդյունագործական որսի արգելքից առաջ իրականացվել են իրազեկման միջոցառումներ, այդուհանդերձ բարեկային ծառայողները շարունակում են ձկնագողության դեպքեր բացահայտել, նշում է ջրային պարեկների վաշտի առաջին դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանը։ Հիմնականում ձկնագողության դեպքերը այս ժամանակահատվածում իրականացվում են գիշերային ժամերին եւ ջրային պարեկային վաշտը իր ծառայությունը իրականացնում է նաեւ գիշերային ժամերին, թե ջրային հատվածներում, թե ափամերձ տարածքներում։ Ոստիկանության գործողությունները միտված են ոչ միայն խախտումների բացահայտմանը, այլ նաև կանխարգելմանը հստակ ուղերձով, որ էկոհամակարգի խաթարման հաշվին որևէ շահ արդարացված չէ։ Սիգի ձկան որսը արգելված է եւ մինչեւ 2026 թվականի փետրվարի 1-ը ջրային պարեկների վաշտը շարունակել է ուժեղացված ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում մենք ակտիվորեն համագործակցում ենք նաեւ էկոպարեկային ծառայության, բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ։
Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում միայն ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայությունը հայտնաբերել եւ արգելավել է ապօրինի որսած 1000 կիլոգրամից ավելի 2613 զուգ։ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները համագործակցելով շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկների հետ հայտնաբերել եւ արգելավել են նաեւ 13 նավակ, 63 ցանց, նավակի շարժիչներ եւ թիեր։ Հիշեցնենք, որ ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելը նախատեսում է վարչական ու քրեական պատասխանատվություն։ Ձկնագողության դեմ պայքարը պահանջում է պետության, հասարակության եւ յուրաքանչյուր քաղաքացու համատեղ ջանքն ու հանձնառությունը պահպանել բնությունն ու կենսաբազմազանությունն այսօր, ապագայի համար։ Բարձր տրամադրություն երկուպար Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների նախաշեմին համայնքային ոստիկանության գլխավոր վարչության մասնագիտական մեթոդական աջակցման վարչության անչափահասների հետ արվող աշխատանքների գծով մեթոդական ու համայնքային ոստիկանության մուշի բաժինների ծառայողները այցելել էին Շիրակի մարզի երեխայի եւ ընտանիքի աջակցության կենտրոն։ Կենտրոնի երեխաները հյուրերին ներկայացել են գեղեցիկ կատարումներով, երկուպարով, արժանանալով նրանց ծափահարություններին, իսկ նրանց տոնական տրամադրություն են պարգևել ձմեռպապն ու մուլթերոսները։ Ներքին գործերի նախարարության կողմից նվերներ են հանձնվել կենտրոնի երեխաներին։ Ոստիկանության անչափահասների հետ տարվող աշխատանքների գծով ծառայողների այցերը կրթական տարբեր հաստատություններ ու խնամքի կենտրոններ շարունակական բնույթ են կրում։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն, պահպանեք ձեր անձնական տվյալները։